Թունյան, հարգելի հանձնաժողովի անդամներ, 2024 թվականին Հայաստանում արձանագրվել է բարձր տնտեսական աճ, մոտ 5.95% և բավականին ցածր գնաճ։ Հնայի բարձր աճը պայմանավորված է եղել աշխատանքի արտադրողականության, ներդրումների, զբաղվածության և արտաքին առևտրի զգալի աճով։ 24 թվականի ընթացքում գրանցված բարձր աճը վկայում է հնայի պոտենցիալի աճի մեծացման մասին։ Հնան բնակչության մեկշնչի հաշվով կազմել է 3.338.443 դրամ կամ 8501 ամերիկյան դոլար, որը դոլարային արտահայտությամբ 2017 թվականի համեմատ աճել է 2.2 անգամ և 2023-ի համեմատ մոտ 5%-ով։ Դրամային արտահայտությամբ ավելի մեծ է աճը։ Արտաքին առևտրաշրջանառությունը 24 թվականի ընթացքում նախորդ տարվա համեմատ աճել է 41.5%-ով, կազմելով 30.2 միլիարդ ամերիկյան դոլար։ Աշխատուժի արտադրողականությունը հասել է 1 ժամի դիմաց 10.3 ամերիկյան դոլար, 23-ի 9.6 ամերիկյան դոլարի, 22-ի 8.2 ամերիկյան դոլարի և 21-ի 6.2 ամերիկյան դոլարի դիմաց։ 24 թվականի դրությամբ մինչև 150,000 դրամ վարձատրությամբ աշխատատեղերի թվականակը կազմել է ընդհանուր աշխատատեղերի 40.6%-ը, այնինչ օրինակ 23-ին այդ թիվը 43.3%-ն էր և 150-ից 500,000 դրամ վարձատրությամբ աշխատատեղերի թվականակը կազմել է ընդհանուր աշխատատեղերի 41.6%-ը։ Միջին ամսական աշխատավարձի ընդհանուր հարկման բազան աշխատավարձի ֆոնդը կազմել է շուրջ 295 միլիարդ դրամ, ինչը 23 թվականի ցուցանիշից ավել է շուրջ 30.8 միլիարդ դրամով, իսկ 18 թվականի ցուցանիշից ավել է 125%-ով կամ 163.9 միլիարդ դրամով։ 24 թվականի դեկտեմբերի նախորդ տարվա դեկտեմբերի նկատմամբ արձանագրվել է 1.5% գնաճ, ինչը համարվում է ցածր ցուցանիշ։ Գործազրկության մակարդակը 24 թվականի երրորդ եռամսյակի տվյալներով կազմել է 13.3%, 18 թվականին այդ ցուցանիշը 17.6% էր։ Հիմնական միջոցներում ներդրումների իրական աճը 24 թվականին կազմել է շուրջ 11.1%, գերազանցելով հնայի աճը։ Ներդրումների հնա նկատմամբ առաջանցիկ աճը վկայում է տնտեսության կառուցվածքային փոփոխության մասին, ըստ որի անցում է կատարվում էժան ռեսուրսի վրա հիմնված մոդելից դեպի արտադրողականության վրա հիմնված մոդելի։ Հիմնական միջոցներում ներդրումների կշիռը հնային վերջին տարիներին շարունակաբար աճել է 18 թվականի 16.7%-ից 23 թվականին հասնելով 20.9, իսկ 24-ին 21.7%-ի։ Այսինքն վերջին մեկ տարում 0.8%-ային կետով ավելացել է, իսկ 18-ից սկսած 5%-ային կետով։ 24 թվականի արդյունքներով նաև ավելացել է և վարկային և ավանդային պորտֆելները, գործող BA3 սուվերեն վարկանիշը կայուն հեռանկարով։ ՄԱԿ-ի արդյունաբերության զարգացման հիմնադրամի CIP ինդեքսով 24 թվականին Հայաստանը ինդեքսի ամենամեծ առաջընթաց գրանցած երկիրն է, որը 22 թվականին զբաղեցրել է 89-րդ հորիզոնականը, 21 թվականի համեմատ դիրքերը վարելավելով 6 հորիզոնականով, 18-ին 13, 11-ին 29, ինչու եմ այս 22-ով նշում, որտեղ այս տարի հրապարակվում է այդ տարվա ցուցանիշը։ Ինդեքսը գնահատում է երկրների ապրանքներ արտադրելու և արտահանելու ունակությունը ոչ միայն կոնկրետ տարում, այլև երկարաժամկետում։ Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության 24 թվականի գլոբալ ինովացիոն ինդեքսում Հայաստանը
23 թվականի տվյալներն է ամփոփվել, 133 երկրների մեջ 63-րդն է, եւ պետք է նշել, որ նախկինում ավելի հետ էր 72-րդն էր։ Հայաստան միջինից բարձր եկամուտ ունեցող 34 տնտեսությունների մեջ 15-րդն է։ Heritage Foundation-ի վերլուծական կենտրոնի կողմից հրապարակվել է տնտեսական ազատության ցուցիչը, ինդեքսը, 184 երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 47-րդ տեղը աշխարհում, նախորդ տարի 50-րդ տեղն էր զբաղեցնում 176-ի մեջ, այստեղ եւս ունենք առաջընթաց։ Տնտեսական ակտիվության եւ արդյունաբերության խթանման նպատակով իրականացվել են հետեւյալ աշխատանքները. տնտեսության արտադրողականության խթանման նպատակային ծրագրի շրջանակներում 22 թվականի մարտից մինչև 24 թվականի դեկտեմբերի 31 ընկած ժամանակահատվածում ձևավորվել է շուրջ 365 միլիարդ դրամ հանրագումարով պորտֆել, կնքվել է 7087 պայմանագիր, պետական բյուջեից իրականացվել է 16.1 միլիարդ դրամի սուբսիդավորում։ 24 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ծրագրի մեկնարկից մինչև օրս ձեռք է բերվել 12955, այսինքն մոտ 13000, արդեն 13000 այս պայմանությամբ անցել ենք։ Մեքենասարքավորում 2024 թվականի ընթացքում ձեռք է բերվել 6524 մեքենասարքավորում, այսինքն այս թվի կեսը 24 թվականի ընթացքում է ձեռք բերվել, ծրագիրը մեկնարկել է 22 թվականից եւ Հայաստանում է արդեն մոտ 3000-ը 2825 պատվիրում են, սպասում են արտադրեն հետ կա, որտեղ դրանք շատ հաճախ բարդ մեքենասարքավորումներ են, շատ մեծ մի քանի մեքենաներով տեղափոխվող եւ այլն։ 24 թվականի ընթացքում հաշվառվել է նոր գնված շինարարական շուրջ 1340 տեխնիկա այս ծրագրով, ներողություն 1340 տեխնիկա, որից 410-ը լիզինգի ծրագրով, թվերը հետաքրքիր ներկայացնեմ, անցնեմ առաջ, բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման միջոցառման շրջանակներում 23-24 թվականներին փոխհատուցում է ստացել 58 կազմակերպության 617 մասնագետ, 24 թվականի ընթացքում աջակցության գումարը կազմել է մոտ 2.5 միլիարդ դրամ։ Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց օժանդակության ծրագրի շրջանակներում 24 թվականի ընթացքում կառավարության կողմից կնքվել է 9 պայմանագիր, համաձայն որոնց միայն այս ծրագրով 30.4 միլիարդ դրամի ներդրումներ կիրականացվեն եւ դրանց դիմաց պետությունը կփոխհատուցի ընդհանուր առմամբ 2.3 միլիարդ դրամի ենթակառուցվածքների զարգացման գծով ծախս։ 24 թվականի ընթացքում փաստացի փոխհատուցեցինք նախկինում սկսված եւ ավարտված մեկ ընկերության 300 միլիոն դրամի չափով փոխհատուցումը։ 24 թվականի ընթացքում կառավարության կողմից մաքսատուրքից ազատման արտոնություններ տրամադրվել 67 ներդրումային ծրագրի, ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել շուրջ 395 միլիարդ դրամի ներդրում եւ ստեղծել շուրջ 2400 նոր աշխատատեղ։ Պապյան կներեք, որ ընդհատում եմ, ուզում եք մնացածը թողենք հարցերի ժամանակ, որ հասցնենք մենք այդպես 1-10 ամենաուշը, որ ավարտենք, եթե ժամանակ մնա շարունակեք այն մնացածը։ Շատ 1 րոպեում այդ դեպքում ամփոփեմ, բնականաբար ունենք զեկույցում հատված զբոսաշրջության, որակի ենթակառուցվածքների, մտավոր սեփականության եւ մնացած բոլոր հարցերով պատրաստ ենք մեծ սիրով այս բոլոր հարցերին պատասխանել։ Շատ լավ, շնորհակալություն, պարոն Պապյան, խնդրեմ հաջորդը պետական եկամուտների կոմիտեին